ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հայտարարել են սահմանային խոշոր ստորգետնյա անցուղու բացահայտման մասին, որը օգտագործվում էր Մեքսիկայից թմրանյութերի անօրինական մաքսանենգության համար։ Հայտնաբերված թունելը մեքսիկական Տիխուանա քաղաքը կապում էր ամերիկյան Սան Դիեգոյի հետ։ Ստորգետնյա կառույցը աչքի էր ընկնում իր բարդ ինժեներական լուծումներով։ Այն ամբողջությամբ ապահովված է եղել մշտական էլեկտրականությամբ, օդափոխության հզոր համակարգով եւ նույնիսկ հատուկ ռելսերով, որոնց միջոցով արագ տեղափոխվել են թմրանյութերի խոշոր խմբաքանակները։ Իշխանությունների փոխանցմամբ թունելի ելքը ԱՄՆ-ի տարածքում բացվում էր Սան Դիեգոյի թաղամասերից մեկում եւ հմտորեն քողարկված էր սովորական խանութի ներսում։ Հատուկ գործողության արդյունքում արդեն ձերբակալվել է 4 կասկածյալ։ Այս բացահայտումը տեղի է ունենում Դոնալդ Թրամփի թմրամիջոցների դեմ պայքարի ակտիվ քարոզարշավի ֆոնին, որը չնայած նմանատիպ հաջողություններին շարունակում է բազմաթիվ քննադատների կողմից տարբեր հարցերում թերահավատության արժանանալ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։